Ասվածի հետ կապված մի քանի պարզաբանում տամ նաև հանրության համար ըստ էության այն բոլոր երեքի հետ կապված իրոք ես եմ առաջարկել դատական աշխատակարգային նիստում քննարկել դատավորներ Վարդանյանի, Զեյնալյանի եւ Սաֆարյանի մասնակցության գործի քննության մասնակցության անհնարինության հարցը նախ պետք է նշել, որ համանման իրավիճակում չեն գտնվել, եթե հարգելի ներկայացուցիչը պահանջեր նաև պարոն Վարդանյանի եւ պարոն Զեյնալյանի հետ կապված քննարկումների կարելի ասել սղագրության չափ ներկայացուցչական բնույթ կրող արձանագրությունը այնտեղից կերևար առնվազն թե ինչ մեծ տարբերություններ կան նաև մեր գործընկերների հետ կապված նշեմ պարոն Վարդանյանի Զեյնալյանի միշտ նշվում է որ ՍԴՆ որ այսպես որոշեց որովհետև նրանք կանխակալ վերաբերմունք ունեն գործով կողմի նկատմամբ դա ընդհանրապես օրենքի ձևակերպումն է սուբյեկտիվ առումով դատավորի անաչառությունը կանխավարկածում է քանի դեռ հակառակը չի ապացուցվել ես այդ առաջարկը արել եմ նկատի ունենալով որ ողջամիտ դիտորդի աչքերում առկա է փաստական տվյալների ամբողջություն, որոնք կարող են ողջամիտ դիտորդի մոտ կասկած հարուցել այդ երկու անձանց մասնակցության հետ կապված։ Մասնավորապես, պարոն Վարդանյանը, եթե դուք ներկայացնեք, մենք կտանք այդ քաղվածքը, բայց ասեմ, որ կուսակցական ակտիվ գործունեություն է ծավալել նաև պարոն իհարկե իրավականն է, պարոն Զեյնալյանն էլ է ծավալել դրա համար բացի այն ավագանու անդամ է եղել եւ ըստ էության դաշինք են կազմել այդ գործող իշխանության հետ այս առումով լրիվ տարբեր է մենք կողմից գնահատվել այս դատավորների մասնակցության անհնարինության հիմքում ընկած փաստական տվյալների ամբողջությունը Տիկին Սաֆարյանին ես հարց եմ տվել, արդյոք նա իրականացրել է կուսակցական գործունեություն եւ պատասխանը եղել է որ ոչ ու դրա մասին մենք նաեւ այլ տեղ հավաքել ենք եւ քննարկվել ենք ի տարբերություն իմ նշած մյուս երկուսի պարոն Զեյնալյանը օրինակ մինչեւ անդամ լինելը ցամ դատավոր ընտրվել է եւ Վարդանյանը եղել են շատ կարճ շատ ժամանակ չի անցած եղել էլի կուսակցության անդամ ինչ վերաբերում է իմ եւ Սասուն Խաչատրյանի հարազատական կապին եւ այն որպես հիմք մատուցելուն առայն որ ես ունեմ կանխակալ վերաբերմունք իմ կարծիքով ստեղ տրամաբանությունը մի քիչ թերի է այն առումով որ եթե ընդունում ենք որ հանրապետության վարչապետ եւ գործող իշխանություն քաղաքական ուժի ղեկավար անձի հաղորդագրության հիման վրա կամ նրա կողմից պաշտոնաթող է եղել իմ եղբայրը, ապա ստացվում է, որ ես այդ լավության տակից դուրս գալու համար, որ եղբորս հանելա գործից, պետքա այսպես ասած դրական կանխակալ վերաբերմունք ունենամ այդ անձի նկատմամբ, ինձ թվում է դա այստեղ տրամաբանությունը այնքան էլ բան չի Դրա համար ես առաջարկ գտնում եմ առնվազն ես իմ մասնակցության անհնարինության հարց չեմ բարձրացնում